Պարոն Կարապետյան, եթե հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով դուք Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հաղթահարեք անցողիկ շեմերը եւ ստացվի նաեւ այնպես, որ կոալիցիայի միջոցով հնարավոր լինի հասնել իշխանության, դուք այդ դեպքում դիտարկում եք բացառապես ձեր թեկնածությունը, թե հնարավոր է աջակցեք նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցության թեկնածուին կամ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Նորից կրկնում եմ, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Մի քանի օր առաջ Գագիկ Ծառուկյանը եւ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեցին, որ իրենք աջակցելու են առաջի հաղթող ուժին։ Քանի որ մենք վստահ ենք մեր հաղթանակի մեջ, դա նշանակում է, որ իրենց հայտարարությունը մեր մասին էր։ Մեզ վստահություններ շնչում է մեր ժողովուրդը, մեզ վստահություններ շնչում են բոլոր հարցումները, մեզ վստահություններ շնչում է Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգը, իսկ ինչ վերաբերվում է տնային կալանքի պայմաններում, այնպես է ստացվել, որ կալանքում նույնպես հեշտությամբ կարելի հաղթել Փաշինյանին։ Ես արդեն ասեցի, իրենք ունեն հայտարարություն։ Մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։ Այսօրվա դրությամբ ունենք երկու կոնկրետ պոզիցիա։ Այդ սահմաններում մենք աշխատում ենք։ Գնում ենք բացարձակ հաղթանակի, հիշելով Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունները։ Ես այն մարդն եմ, ով Հայաստան է վերադարձրել հիմնական ստրատեգիական ակտիվները Ռուսաստանից։ Փաշինյանի այդքան սիրված Հայաստանի էլեկտրական ցանցերը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հրազդանի ջեկը ես վերադարձել եմ Հայաստանին։ Սևան Հրազդան կասկադը ես վերադարձել եմ Հայաստանին։ Հիմա էլ ես եմ վերադառնում Հայաստան։